հետազոտման ենթակա ապացույցներ չեն։ Պատվարժան դատան, այն որ դիրքորոշումների ապացույցների ծավալը ներկայացվեց, չներկայացվեց քրեական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան եւ վերջինիս տրամաբանությամբ կարծում եմ պարզ է բոլորիս։ Բայց հարց է առաջանում, լավ, այդ դեպքում ինչ հետևանք պետք է առաջանա, երբ որ չներկայացվեց օրենքով սահմանված կարգով։ Դրա հետևանքը նույն հոդվածի երկրորդ մասն է, մասնավորապես որևէ ապացույց հետազոտելով վերաբերյալ կողմի առաջարկը մերժելու դեպքում դատանը կայացնում է որոշում։ Այս տրամաբանությամբ ես գտնում եմ, որ դատանը պետք է որոշում կայացնի այս ապացույցները չհետազոտելու վերաբերյալ։ Ընդ որում, որպեսզի ավելի կոնկրետ լինի իմ ասածը, օրինակ բերեմ, երբ որ մեղադրող կողմը նշում է, որ որոշակի վկաներ հրաժարվել են ցուցմունք տալուց, սակայն հաստատվում է նրանց կապը որոշ մեղադրյալների հետ։ Հիմա դրանով ինչ վերդիկտ կայացնելու համար ինչ նշանակություն ունեցող փաստ պետք է հաստատվի։ Հետևաբար, եթե այս process-ը ձևական process չի, մենք ուղղակի ասում ենք լսում մեկը մյուսին ու անցնում առաջ, մենք ակնկալում ենք ձեզանից շատ կոնկրետ որոշումներ, յուրաքանչյուր ապացույցի վերաբերյալ։ Այսինքն նշեք ձեր միջնորդության ըստեյության քննարկման ժամանակ նշեք, թե ինչի օրինակ այս իմ ասած բազմաթիվ մարդկանց տվյալներ նշվեց։ Ուղղակի նշվեց, իրանք ցուցմունք չեն տալիս, սակայն հեռախոսային կապ են ունեցել մեղադրյալների հետ։ Դա ո՞նց կարա հետազոտման ենթակա ապացույց լինի։ Հիմա եթե ձևական չի, ես ակնկալում եմ, որ դուք որոշում կայացնեք առնվազն այդ մասով ծավալի մեջ չներառելով։ Եթե դուք ամբողջությամբ բոլոր ապացույցները վերցնեք եւ ասեք բոլորը հետազոտման ենթակային են, ինչ-որ մեղադրող կողմը ասել, մենք պարզ կլինի բոլորի այստեղ նաեւ հասարակության համար, որ այստեղ ձևական գործընթաց ենք մենք մասնակցում։ Մենք խոսում ենք, վերջում մեկը դատախազությունը ինչ անցնում ենք առաջ։ Հիմա կոնկրետ Դավիթ Գալստյանի հետ կապված։ Տեսեք, վկաներից մեկի տվյալը նշվեց, որ ըստ էության որոշակի տեղեկատվություն է հայտնել Դավիթ Գալստյանի վերաբերյալ Տիգրան Սևումյանը։ Ու նշվեց, որ Տիգրան Սևումյանը այս վկայի ցուցմունքով հաստատում է, որ Դավիթ Գալստյանը հավաքների մասնակցելու համար անձիկ է հավաքագրել, կոնկրետ այս մի օրինակով։ Բայց չնշվեց, թե այդ հավաքն ինչի հետ կապված է, որ մեղադրական եզրակացությունը կարդում ենք։ Շատ հստակ, չեմ ասում ապացույցներ հետազոտեմ, մեղադրական եզրակացության մեջ ինչ է նշված։ Ընդհանրապես մի նախադասությունը կարդամ։ Ղարաբաղի նախկին պատգամավորներից Դավիթ Գալստյանը, ով իր ծանոթն է, մոտ 2 ամիս առաջ իրեն հարցրել է. եթե պետությունից ստացվող աջակցությունները կտրեն, բոլոր ղարաբաղցիները պետք է հելնեն ցույցի, իրեն հայտնել է նաև, որ եթե գյուղում կան ղարաբաղցիներ, բոլոր ծանոթ ղարաբաղցիներին տեղյակ պահի ցույցի մասին, իսկ օրվա եւ տեղի մասին իրեն լրացուցիչ կտեղեկացնի, սակայն հավաքվելու տեղ եւ այլ չի ասել։ Հիմա պարզ ասում է ինչի համար պետք է հավաքվեն, ավելին ասեմ, Դավիթ Գալստյանը իր խոսքում կասի, իրականում այդպիսի հավաք եղել է հենց այդ սոցիալական աջակցությունը կտրելու հետ կապված։ Հիմա ու շատ նորմալ անցել է այդ հավաքը, որևէ իրավախախտում անգամ տեղի չունեց, սա նորմալ անցել է։ Հիմա այս ապացույց ես վկային կանչում ենք ի՞նչ է հաստատի, ես գործի համար նշանակություն ունեցող ո՞ր փաստ է հաստատի։ Հիմա եթե դուք վերցրեցիք այս օրինակ կոնկրետ այս վկայի ցուցմունքը վերցրեցիք, ասեցիք, որ այո ծավալի մեջ ներառել, ես նորից եմ ասում, սրանով կհաստատի իմ այն դիտարկումը, որ այստեղ փաստացի մենք ձևական ինչ-որ գործընթաց ենք անում, ոչ թե բովանդակային քննարկում։ Հետևաբար նախ խնդրում եմ որևէ թվարկված որևէ ապացույց չներառել ապացույցների ծավալի մեջ եւ եթե անգամ դատանը որոշի, որ որևէ ապացույց ներառում, ապա նշի թե ինչ փաստի հաստատման համար արդյոք նշանակություն ունի ու հատկապես օրինակ վկան Տիգրան Սևումյանն է, ինչի համար է ծավալի մեջ ներառում դատանը։ Կամ այն ապացույցները, որ ասում եք, ընդհանրապես ասում են մեղադրյալների հետ կապ են ունեցել հեռախոսազրույցը։ Այս շատ մարդիկ են կապ ունեցել, ինչի՞ այդ մարդկանց մենակ բերել։ Հեռախոսային այդ վերծանումները վերցնեն, տեսնեն ովքեր որ կապ են ունեցել, բոլորին որպես վկա կանչեն հարցաքննության։ Ինչի՞ հետ այդ մեկի։ Այսքան։ Հարգարժան դատարան, ինչպես ես քննչական կոմիտեից, երբ որ քննիչը այս մեղադրանքը ներկայացնում էր եւ ես ասեցի իմ համար սա անհասկանալի է եւ որևէ ցուցմունք չկարողացա ուղղակի տալ, քանի որ չէի հասկանում ինչի մասին է խոսքը։ Նախ նշեմ, որ մեր տունը չի խուզարկվել եւ եթե խուզարկվեր որևէ անօրեն այդ նշված գույք հաստղիկներից կամ չգիտեմ ինչեր են ասել, չէր հայտնաբերվի։ Ավտոմեքենայի խուզարկության ոչ մի բան չի հայտնաբերվել։ Հեռախոսի զնմամբ
ոչ մի բան չի հայտնաբերվել, բայց առ այսօր չգիտենք ինչու այդ հեռախոսը չեն էլ վերադարձնում, լրացուցիչ դիսկոմֆորտ են ստեղծում։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց խմբեր հավաքելուն, իհարկե ես շատ ու շատ մարդկանց հետ հանդիպել եմ եւ դա գաղտնիք չի, ես միշտ ասել եմ, որ դա իմ գործնական պարտականություններից է բխում, քանի որ ես Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր եմ եւ արցախցիների հետ հանդիպելը դա իմ գործնական պարտականություններս է։ Եվ հանդիպել ենք, այո, կազմակերպել ենք մենք ազգային ժողովի պատգամավորներով եւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներով մարտի 29-ին արցախցիների սոցիալական հարցերի վերաբերյալ, երբ որ աջակցությունը Հայաստանի օրվա իշխանությունը որոշել էր կտրել, այդ նպատակով հավաք վրան ենք տեղադրել նաեւ հանրահավաքից հետո օպերայի հրապարակում, որին բազմիցս ներկաներից եւ շատ ու շատ մարդիկ եկել են, ինչով կարողացել են աջակցել, որի արդյունքում 2-3 ամսով երկարաձգվել է այդ գումարները։ Եւ այսօր այս փաստը խեղաթյուրվում է եւ ասում այդ խմբերը հենց հավաքագրվել են, ինչ բառ են օգտագործում։ Ահաբեկչության հարվածային խմբեր։ Ինչու հարվածային։ Այդ որտեղ է փաստվում, որ մեղադրողները իրանց ցանկացած խոսքի վերջում ավելացում են հարվածային խումբ։ Որ մի վկայի կամ որ մի ապացույցն է, որ վկայում է, որ դրանք հենց հարվածային խմբեր են, այլ ոչ թե խաղաղ անհնազանդություն իրականացնող խմբեր։ Կոնտեքստից կտրված օգտագործում են եւ իրականությունը խեղաթյուրելով, ես չեմ հասկանում, լրացուցիչ ժամանակ են վատնում եւ մարդկանց իհարկե այս ամեն ինչը մտահոգում է, խնդրում եմ, եթե կան կոնկրետ փաստեր, որ ինչ է կատարվել, ավելի կոնկրետ ներկայացնեն, վերացական չեմ կարող ասել, էլի սա իրականում դատավարությունն է, թե ժամանակի կորուստ։ Շնորհակալություն։